Տորքանգեղի այս ամբողջ այգին անմխիթար վիճակում էր ինքնակամ շինություններով լի, հիշեցնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Դա տարի ու կես առաջ էր, երբ քաղաքապետանը սկսեց այդ շինություններից ազատվելու, այգին մաքրելու գործը։ Այսօր այդ նույն այգում հերթական ծառատունկն էր, այս անգամ 4.2 հեկտարի վրա, մոտ 650 չորադիմացկուն ծառի, մշտադալար եղևնու ու թփի տեսքով։ Ամենակարևորը բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք իրականացնում ենք ծառատունք, միշտ կա ոռոգման համակարգ, ինչպես եւ այստեղ ունենք ոռոգման համակարգ, բոլոր այն ծառերը, որոնք որ տնկվել են այսօր, վստահաբար մեր կլիմայական պայմանների համար հարմարեցված են եւ ամենակարևորը այս բոլոր ծառերը, գրեթե բոլոր այս որ տնկվածը մշտադալար են եւ մեզ օգնում են նաեւ ձմռան ամիսներին, երբ որ գիտենք, որ ունենք օդի որակի հետ կապված խնդիրներ։ Տորքանգեղի այս այգում, ինչպես որ նախագծով է, կա արդեն քայլուղի, կառուցման մեջ են ֆուտբոլի դաշտն ու խաղահրապարակը։ Այստեղ ունենալու ենք workout եւ իրականում Տորքանգեղի հարակից այս այգին մի շատ գեղեցիկ նոր միջավայր է դառնալու հենց արդեն հաջորդ տարի։ Ընդհանրապես այս այգու վերակառուցումը քաղաքապետանի այգիների վերակենդանացման ծրագրի մասն է կազմում։ Քաղաքապետը առիթն օգտագործելով թվում է վերակառուցված Մերգելյանի, Օղակաձև, Մալաթիա Սեբաստիայի ու այլ վարչական շրջանների այգիներն ու նշում. Նոր վարչական շրջանում սա երրորդ այգին է, որտեղ որ մենք իրականացնում ենք աշխատանքներ եւ իրականում արդեն իսկ կարելի է ասել ինքը բավականին տենց հետաքրքիր միջավայր է դառել։ Տորքանգեղի 42,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այգին 2026-ին մասնակի կբացվի, իսկ ամբողջությամբ 2027-ի սկզբին, վստահեցնում է Տիգրան Ավինյանը, ով նաև տարածքում շրջայց ունեցավ։ Տիգրան Հակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։